Սա ժողովրդական մի ինքնահնար սովորույթ է, որը եկեղեցական բացատրություն չունի։ Բայց իմ պատկերացմամբ սովորույթը գալիս է այնտեղից, որ մարդիկ մտածում են, հուսամ թե այդպես մտածում են, որ այդ գերեզմանի տակով անցնելով իրենք հաղորդակից են դառնում Քրիստոսի թաղմանը։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, Քրիստոսի հետ միասին թաղվում ենք մեր մեղքերով եւ հարություն ենք առնում վերակենդանանալով։ Բայց ասում եմ, այդ սովորությունը անելը կամ չանելը եկեղեցու կողմից որևիցե ձև հրահանգված չէ։ Սակայն կան մարդիկ, ովքեր հարցը ուղղում են երազանք պահելու տեսանկյունից, որովհետև կարծում են, որ դրա տակով անցնելով ինչ որ նպատակներ, երազանքներ դնելով դա կատարում է։ Սա մաքուր սնահավատություն է։ Այսինքն նման դեպքերի հետ կապել եկեղեցական առասարակ որևիցե բանի հետ կապել նպատակների իրականացում կամ երազանքների իրականացում, դա նշանակում է եկեղեցական խորհուրդը եւ արարողության կարեւորությունը դարձնել ինչ-որ անձնականացված մի իրողություն, եւ դա վստահ եմ ասում ձեզ, երբեք ձեր երազանքներին իրականացում չի խոստանում եւ չի տա։ Ընդհակառակը ձեզ գցում է սնահավատության, սնոտիապաշտության գիրկը եւ կարեւորը թողած ընկնում եք անկարեւորի ետևից։ Լավ, ուրեմն լինի գերեզմանի տակով անցնելը, լինի մոմ վառելուց, լինի, չգիտեմ, եկեղեցու պատերի արանքը թուղթ դնել եւ այլ որևիցե տեղ եկեղեցին ձեզ չի խոստանում, որ այսպես մի բան պիտի անեք եւ ձեր երազանքը պիտի կատարվի։ Նման բան գոյություն չունի։ Ձեր երազանքները, ձեր իղձերը, ձեր բարեկամքը կատարողը միայն Աստված է եւ աստուն դրա մասին կարող եք խոսել ձեր աղոթքներում, բայց ավելացնելով ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը։ Եվ այն ժամանակ Աստված ձեզ կօգնի, եթե իր կամքի համաձայն է ձեր խնդրածը։